Ալիևը Սևանը անվանում է Գյոյչա եւ ինչքանով է դա տեղավորվում այդ ձեր ասած խաղաղության Չի տեղավորվում եւ մի ճշտմամբ իհարկե չեմ ուզում ոչ մեկի փաստաբանություն անել, բայց ձևակերպում այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոկչա։ Չեմ կարծում թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոկչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի թե տեղավորվում է, հա, բանի մեջ խաղաղության նարատիվի։ Ես էլ կարող եմ ասել, կան բազմաթիվ ցարական շրջանի քարտեզներ, որտեղ կա Սևան։ Չեմ էլ ուզում ավելի հետ գնալ պատմության մեջ, որտեղ շատ անհարմար իրավիճակ կարող է ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա։ Խոսենք կենտրոնական իրական Հայաստանի, իրական այսօրվա սահմանների, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին, ասում եք ապակառուցողական նարատիվներ, քայլեր, գնահատականներ, լավ, բայց մյուս կողմից եկեք նայենք իրականում ինչ կա։ Կա ստորագրություն Ալմատայի հռչակագրով սահմանների փոխադարձ ճանաչման եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ իմ համար որպես կառավարության անդամի սրա կշիռը անհամեմատ ավելի մեծ է։ Կա հայկական Հայաստան ուղևորվող բեռների անցում Ադրբեջանի տարածքով ադրբեջանական երկաթուղով։ Իմ համար սա անհամեմատ ավելի ծանր կշիռ ունեցող երևույթ է եւ քայլ։ Այս մյուս հայտարարություններ կան, ես չեմ շղթում եւ ոչ մեկ չի կարող շղթել։ Լավն են, չի ասի, բայց դե երևի կամաց առաջ կգնանք, էլի։ Իսկ ադրբեջանցիների վերադարձի մասին խոսակցությունները ինչ նպատակ կամ ինչ միտում ունեն։ Ինձ եք հարցնում։ Անհանգստացնում է։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ենթադրում եմ Ադրբեջանի քաղաքացիները Ադրբեջանում, այդպես։